ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ ներկայացնել հրապարակային պարզաբանումներ։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Խնածախի ուղղությամբ ի ստորաբաժանումների կրակելու փաստը։ Խնածախն էլ ներկայացվել է աղավաղված անունով՝ Խոնազախ։ Հարևան երկրի ՊՆ-ն, դրսևորելով աներևակայելի ցինիզմ, պնդում է, թե Ադրբեջանի բանակը երբեք չի կրակում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ, մինչդեռ ադրբեջանական կրակոցների թարմ հետքերը գյուղի մշակույթի տան վրա վկայում են հակառակի մասին, ինչպես եւ Արցախ-Ադրբեջան 3.5 տասնամյակի հակամարտության ամբողջ պատմությունը։ Ադրբեջանական թելեգրամյան ալիքները շինծու լուրեր են տարածում, թե Հայաստանն իբր լրացուցիչ ռազմական ուժեր է տեղակայել Ադրբեջանի Նախիջևանի հետ փաստացի սահմանին։ Նշվում է, թե վերջին շաբաթներին Հայաստանի զինված ուժերը իբր ակտիվություն են ցուցաբերել այդ հատվածում։ Բաքուն հիստերիա է բարձրացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի առթով խոր մտահոգություն հայտնելու առիթով։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ երրորդ երկրների, այդ թվում Ֆրանսիայի կողմից Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին միջամտելը խոչընդոտում է Բաքվի եւ Երևանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, ինչպես կարող էր ոչ մեկին չմեղադրող մտահոգությամբ Ֆրանսիան ապակայունացնել դրությունը, Հաջիզադեն չի պարզաբանել։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ 4 հոգի փորձել է հատել թուրք-հայկական սահմանը, սակայն նրանցից մեկին Արաքսը քշել տարել է։ Իսմայիլ Ադիրի անհետանալուց հետո նրա ընկերները հրաժարվել են սահմանն անցնելու մտադրությունից, վերադարձել են եւ դիմել իրավապահներին։ Փրկարարները ավելի ուշ Արաքսի ափին գտել են 28 տարեկան երիտասարդին։ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիթրիոս Խուփիսը Թուրքիայի քայլերը տարածաշրջանում բնութագրել է որպես սպառնալիք։ Հույն գեներալը հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը պատրաստ են 5 րոպեում հակազդել Թուրքիային, եւ բանակը պատրաստ է ցանկացած սցենարով զարգացումների։ 31-րդ ընտրական հանձնաժողովը մանդատներ է հանձնել Գյումրու նորընտիր ավականու անդամներին։ Մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հրաժարվել է մանդատից։ Ավականիում քաղաքացիական պայմանագիրը կունենա 14, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 8 մանդատ, Մեր քաղաքը 6, Մայր Հայաստանը 2, Իմ հզոր համայնքը 3 մանդատ։ Տարիքով ավագի իրավունքով առաջին նիստը կվարի Վարդան Ղուկասյանը, որին խոստացել են քաղաքապետ ընտրել մյուս ընդդիմադիրները։ 89 տարեկանում վախճանվել է Մարիո Վարգաս Լյոսան։ Իր գործերում Լյոսան վեր է հանել իշխանության, բռնության, սոցիալական հակամարտությունների եւ մարդկային բնության թեմաները։ Նրա ամենահայտնի գործերից են Քաղաքը եւ շները, Կանաչ տունը, Աշխարհի վերջի պատերազմը եւ այլ վեպեր։ Նա համարվում է Մակեսից հետո Լատինական Ամերիկայի ամենախոշոր գրողներից մեկը։ Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից նախազգուշացնում են, որ ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 15-ից 16-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Կդիտվեն ձյան-առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-ից 40 սանտիմետրի եւ ավելի։ Ցրտահարություններ սակայն չեն սպասվում։ Ապրիլի 17-ից 19-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-ից 12 աստիճանով։